Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանն իր դիմումի համաձայն մանդատը վայր է դրել, այն տրվել է ցուցակի հաջորդ համար Արևիկ Բլեջյանցին։ Ավականու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 25 հարց։ Բնակելի շենք-շինություններում աղբահանության վճարից կազատվեն Արցախյան պատերազմների, Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամները, նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները եւ ամսական մինչեւ 10 կՎտ էլեկտրաէներգիա սպառողները։ Այլ արտոնություններ եւս սահմանվել են։ Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետր գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50%-ի չափով արտոնություն, իսկ կանատական բնակելի տների համար, քանի որ իրենց միջին մակերեսը ավելի մեծ է, 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր մակերեսի համար 75% արտոնություն, ինչպես նաև առանձին կանգնած, այսպես ասած, ավտոտնակների համար, առանձին շինությունների համար եւս 100% արտոնություն։ Բնակարանների սեփականատերերի շուրջ 90%-ի համար աղբանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ կանատական բնակելի տների համար միջինում 500-ից 1300 դրամի սահմաններում։ Ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հետաքրքրվեց, թե ինչու էր 2024-ի դեկտեմբերին օրենքն ընդունելիս աղբանության վճար նախատեսվում ավտոտնակների համար, բայց հիմա չի նախատեսվում։ Ըստ Դավիթ Հակոբյանի դրույքաչափը սահմանելիս օրենսդրորեն տարանջատում չեն իրականացնում։ Իդեպ, արտոնյալ խմբում ընդգրկված անձինք, որոնք արդեն վճարել էին աղբանության համար կամ գերավճար կունենան հետագա այլ վճարումների համար կամ կարող են դիմում գրել գումարը հետ ստանալ։ Արտոնությունը չի վերաբերում այն ավտոտնակներին, որտեղ բիզնես գործունեություն է ծավալվում։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ տրանսպորտի բյուջեի պլանավորմանը։ Օրեկան հավաքում եք 33 միլիոն, այն պարագայում 10 միլիոնը հանում եք մետրոն, էլեկտրատրանսպորտը ձեզ փեշքեշ 20%-ը մասնավորը դուրս եկեք դուք տեղն եք մտել։ Իսկ այն ժամանակ, երբ որ ավտոբուսի շոֆերները 100 դրամը վերցնում տանում ու ասում եք գողանում եք, 28 միլիոն էր հավաքվում։ Այդ փողը կորում է։ Այսինքն թերսելը գալիս է, մեջ-մեջանում է գնում է, կամ ուրիշ խնդիր։ Հիմա հարցը հետեւյալն է, այդ որ դուք պլանավորել եք 21 միլիարդ հավաքել, ու արդեն ձեր մոտ սենց կոլապս է, այսքան փող է կորում։ Այդ մանկապարտեզները որ չսարքեն, փող չլինի, դրա պատասխանատու ով է լինելու։ Ես ինչ որ պայից սկսած ուղղակի դադարել եմ ձեր հաշվարկներին անդրադառնալ, ոչ թե նրանից, որ դրանք խիստ հիմնավոր են, այլ որտեղ հասկացել եմ, որ դա անիմաստ է, որովհետև դուք բացարձակապես հետաքրքրված չեք հասկանալ, դուք ճիշտ եք ասում, թե սխալ եք ասում։ Դուք ուղղակի ինչ որ թվեր եք տեղ-տեղ հորինում։ Արձագանքեց նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, ասաց, տրանսպորտի ուղևորցի հավաքման առումով ունեն աճ։ Փոխքաղաքապետը հավելեց, որ որևէ մանկապարտեզի շինարարություն չի տուժել։ Օրակարգային հարցերից մեկով Երևանի աղբահանություն եւ սանիտարական մակրոմ հիմնարկում տեխնիկայի համալրմամբ եւ ներքին փոփոխություններով պայմանավորված նախատեսված էր ավելացնել 12 նոր հաստիկ։ Համայնքային հիմնարկը ունի տեխնիկայի նոր համալրում, ստացել ենք 12 նոր գերխեր տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներ, հիմնական փոփոխությունը ուղղված է այդ մեքենաների համապատասխան 12 թվականակով վարորդների հաստիկացուցակի ընդունմանը, ինչպես նաև որոշակի ներքին փոփոխություններ են իրականացվել։ Զեկուցողի խոսքով այս հաստիկացուցակի փոփոխության արդյունքում համայնքային հիմնարկի ծախսը կավելանա 58 միլիոն դրամով։ Ընդդիմությունը դեմ էր նախագծին։ Մենք չենք ցանկանում, որ Երևան քաղաքի աշխատողները գիշերները չքնեն ու առանց սմենի աշխատեն։ Մենք ձեզ հորդորեցինք, որ 12 մեքենայի համար առնվազն հաստիկները բերեք 18 հաստիկ լինի, որ մարդիկ կարողանան գիշերները 2 գիշեր աշխատեն, մի գիշեր գոնե տանը քնեն։ Օրենքով սահմանված շաբաթական աշխատաժամը հիմնարկը պահպանում է, արձագանքեց Սաշա Կատվալյանը։ Նախագիծը 31 կողմ ձայնով չընդունվեց։ Ընդդիմությունը դահլիճում էր, սակայն չմասնակցեց քվեարկությանը։ Հարգելի գործընկերներ, մենք ասացինք, որ ընդդիմությանը տրվում է հնարավորությունը որոշելու։ Հիմա որոշեցիք, որ չի անցնում այս նախագիծը, շատ լավ։ Ավականու նիստում անդրադարձ եղավ նաև Գյումրու ընտրություններին։ Ընդդիմադիր Մայր Հայաստանը նշեց, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում իշխանազրկվել է։ Արձագանքեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, նշելով, որ ընդդիմության կողմից անընդհատ հնչեցվում են մտքեր, որոնք մոլորեցնում են հանրությանը։ Ընդմիջումից հետո ավականու անդամների մեծամասնությունը ներկա չէր։ Նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ նիստը չկայացած է համարվում։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։